Այս գեղեցիկ քաղցր տեսարանով սիրով բարևում եմ բոլորիդ իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Սուրճ եմ դրել, աղջիկս հյուր է եկել ընտանիքով, սուրճը խմենք, վայելենք մեր սուրճը և գնանք մեր նոր տուն, խորոված ենք անելու այսօր։ Սիրելիներս, հիմա սուրճը կխմենք, իրենք մեքենայով կգնան, ես էլ ոտքով, ձեզ հետ զրույցելով հանգիստ կգնամ դեպի մեր նոր տուն։ Խմենք և իսկ հիմա սիրելիներս իջել եմ ներքև, ժամը 6:30 է, ձեզ հետ միասին գնում ենք մեր նոր տուն, մեր հողամաս։ Ցույց եմ տալի երեխաների խաղհրապարակը և մեքենաների կայանման վայրը։ Այստեղ էլ մեքենաները կայանվում են։ Շատ գեղեցիկ է ամռանը, կանաչապատ, բոլորը ծառեր են, կողքերը ծաղիկներ, շատ գեղեցիկ է։ Մի օր կզբոսնենք ամռան ժամանակ, իսկ հիմա գնացինք մեր ճանապարհով դեպի մեր նոր տուն։ Այստեղ բոլորը աշխատասեր, հող մշակող, տեսնում եք, բոլորն էլ սացիլներ դրել են իրենց պատշգամբում։ Խնդրեմ, լավ եղանակ, տաք եղանակ, քայլելով, ման գալով գնացինք, ասել, խոսելով, սիրելիներս, խնդրեմ, հյուրեր ունենք երևի, գալիս են մեր տուն, ուզում են ինձ առաջարկում են մեքենայով, բայց ես ոտքով եմ գնալու, որովհետև նկարում եմ։ Պրիվետ, պրիվետ, ձեզ ողջունում եմ մեր հարազատները, խնդրեմ։ Իսկ հիմա մենք ոտքով կգնանք, հետո իրենք երևի կգան միասին սուրճ խմելու։ Գնացինք։ Օրեցօր շատանում է արդեն, տեսնում եք, մայրամուտ է, արևը մայր է մտնում, գեղեցիկ է, սիրում եմ այսպիսի գեղեցիկ պահեր։ Ամռանը ձեզ ցույց եմ տալու մեր տեղի բոլոր գեղեցիկ վայրերին։ Դե գնացինք, հանգստանալով, խոսելով գնացինք, խնդրեմ, տեսնում եք, դեռ խոնավ է։ Հասել ենք տեղ, խնդրեմ, մտել ենք Հայատ, տեսնում եք դարպասի մոտից ծաղիկները, տյուլպանները ծլել են, տեսնում եք հողից դուրս են, ուղղակի շատ խոնավ է, ոնց որ ցեխ լինի, աշխատել չի լինում, այս կանաչ փայտի կտորները եղևնիների համար ենք լցրել, շատ օգտակար են եղևնիներին, սիրելիներս, իսկ այստեղ դեռ խաղողի վազերը չենք հանել, շատ տաք է չնայած, բայց դեռ շուտ է, մի 2-3 օրից արդեն վազերը կհանենք, կբարձրացնենք վերև հարգելիներս, դեռ մաքրություն չենք կարող անել ցեխի պատճառով։ Դրսից ներս եկա և ուզում եմ մի փոքր մաս ցույց տալ մեր հյուրասենյակից ձեզ։ Այս դուռը տանում է դեպի բակ, դեռ պատրաստ չի, կողքերը գործեր ունենք անելու, դեռ ընդհանուր հյուրասենյակում ունենք մի փոքր գործեր, տեսնում եք, մի քիչ գործեր կա անելու, սա մեր խոհանոցն է, որը ես ցույց եմ տվել, տեսել եք, կրկին անգամ ցույց եմ տալիս ձեզ հիմա, երբ որ կվերջացնենք արդեն ամեն գործը, մի փոքր մաս է մնացել, որ ավարտին հասցնենք, կտեղավորենք կահույքը և այդ ժամանակ էլ արդեն լրիվ կահավորված ձեզ ցույց կտամ, սիրելիներս, սա մեր խոհանոցն է, գիտեմ ասելու եք շնորհավոր տիկին Մարինե, ես էլ ձեզ ասելու եմ, անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների համար, Աստված օրհնի ձեզ, ձեր մեկը հազար անի, սիրելիներս, գոհ ու շնորհակալ եմ ձեզանից, ձեր բարի ջերմ խոսքերի համար, իմ լուսավորներ, իմ լավ հարազատ դարձած
online հարթակում իմ բարեկամներ։ Իսկ հիմա ցույց եմ տալիս լիներս եկել եմ մեր կայծելնին եւ ցույց եմ տալիս արդեն սմբուկները, տեսեք ինչ լավ մեծանում են։ Սա էլ երեկվա պղպեղներն է, որ բերել եմ։ Խնդրեմ։ Հիշում եք լոլիկները։ Սա էլ մանուշակներն ենք դրել, որպեսզի աճի, փչացել էր։ Խնդրեմ։ Դեռ բավականին էլ ունենք բերելու, դեռ չեմ դրել բաժակների մեջ, փոքր են։ Ահա, սա էլ այստեղ։ Խնդրեմ։ Ինչքան մեծացել են։ Ուլտրա մանուշակագույն լույսի տակ եւ լուսամուտի լույսն է։ Խնդրեմ։ Աստիճանաբար, ասել եմ, չէ, ցույց եմ տալու էտապ առ էտապ։ Սիրելի հետևորդներ ջան, ցույց տվեցի հյուրասենյակից մի քիչ խոհանոցից սացիլները ցույց տվեցի, իսկ հիմա արդեն որ շշերին է շարում խոզի միսը, շարի վերջացնի, նոր կիչնի կրակը կվառի։ Շարեց, վերջացրեց, 2 շիշել երեխաներին կարտոֆիլ, շատ են սիրում եւ կծու պղպեղ։ Պատրաստել է արդեն կրակը վառելու։ Հիմա կվառվի կրակը, քանի դեռ մութը չի ընկել լրիվ։ Խնդրեմ։ Ինչքան գեղեցիկ վառվեց, հարգելիներս, շատ գեղեցիկ է։ Կրակը արդեն պատրաստ է, տեսեք ինչքան գեղեցիկ է։ Կրակը նստել է, որդիս միսը դրել է կրակի վրա, արդեն կամանց եփում է, մութը ընկել է, լույսի տակ է անում, խնդրեմ։ Շուռ է տալիս, մի քանի րոպեից պատրաստ կլինի խորովածը, հարգելիներս։ Կարտոշկան չի վառեք էր։ Ահա։ Խորովածը արդեն պատրաստ է, սեղանը պատրաստ է, դե մեզ բարյա խորժակ, համեցեք բոլորդ միասին խորոված։ Սիրելիներս, խորովածը կերանք վերջացրեցինք, մեզանուշ լինի, հիմա էլ սուրճ ենք խմում, խմորեղենով, մրգով, կոնֆետով, խմորեղենները էկլերը եւ գաթան, աղջիկս է թխել, ինքն է բերել, դե այսքանով ուզում եմ ավարտեմ այս տեսահոլովակը, մաղթելով ձեզ ամենալավն ու բարին, մինչ նոր տեսահոլովակ։